Ողջույն եւ բարի գալուստ Տավուշ TV, Տավուշյան հորիզոններ հաղորդաշարի շրջանակում մենք հյուրընկալում ենք Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի մեր գործընկերներին ամենահետաքրքիր քննարկումներ ունենալու նպատակով։ Մեր նախորդ հանդիպման շրջանակում մենք հյուրընկալել էինք պարոն Ալեքսան Մարգարյանին եւ այս հանդիպումից հետո առաջացան մի շարք հարցադրումներ, որոնք ուղղվեցին հենց մասնաճյուղի էջերին, ամենատարբեր process-ների հետ կապված, որոնք հենց արդեն մասնաճյուղի ըստ էության դիմորդներն էին։ Այդ հարցերը վերաբերում էին թե ընդունելության քննություններին, թե ներբուհական քննություններին, զեղչային համակարգին եւ այլն։ Եվ այս համատեքստում մենք որոշեցինք հնարավորություն ընձեռնել արդեն իսկ մասնաճյուղի դիմորդներին ունենալու այս հարցերի բովանդակային պատասխանները խորությամբ։ Ուստի մեզ ուղղված հարցերի մանրամասն պատասխաններ ունենալու համար այսօր Տավուշ TV-ի տաղավար ենք հյուրընկալել բանասիրական գիտությունների թեկնածու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար պարոն Վահան Աղաբաբյանին։ Պարոն Աղաբաբյան, շատ շնորհակալություն հրավերը ընդունելու եւ ներկա գտնվելու համար։ Պարոն Աղաբաբյան, 2025 թվականի շրջանավարտ դիմորդները ըստ էության մեզ հղեցին մի շարք հարցեր համալսարանի Facebook-յան էջին, որոնք վերաբերում են հենց արդեն ներքին ընթացակարգային նեղ թեմաներին։ Ես այսօր ուզում եմ մենք խոսենք դրանց մասին, որովհետև կարծում եմ, որ դա թերևս կարևոր է եւ մեր շրջանավարտ դիմորդները արդեն իսկ իրազեկված մուտք կգործեն համալսարան եւ սա լավ հարթակ ու լավ հնարավորություն է։ Ու թերևս որպես ներածական հարց ուզում եմ խոսենք միասնական եւ ներբուհական քննություններից, այս երկու համակարգային process-ների մասին, տարբերություններից եւ ինչի մասին են առհասարակ այս իրողությունները, հա։ Շնորհակալություն հրավերի համար, շնորհակալ եմ հնչեցված հարցերի համար։ Միջև մեր զրույցը սկսելը ցանկանում եմ բոլոր կանանց մայրերին եւս մեկ անգամ շնորհավորել միամսյակի կապակցությամբ, թող նրանց կյանքը լինի գարնանային, բոլոր գույները ներկապնակի լինեն նրանց կյանքում, լինեն սիրված, գնահատված, երջանիկ։ Իսկ ձեր հարցի հետ կապված ասեմ, որ մասնագիտության ընտրությունը շատ կարևոր է յուրաքանչյուր երիտասարդի կյանքում։ Դա ոչ միայն այն է, թե ինչ ինքը մասնագետ կդառնա, այլ դա մի երազանքների ողջ ճանապարհ է, երազանքին հասնելու դժվարին ուղի։ Թե ինչպիսի մարդ կլինի ինքը, ինչպես ես ընտրում ընտանիք, ինչպես ես ձևավորում ընտանիք, ինչպեսի ընտանիք ես դու պատկերացնում, դրան զուգահեռ յուրաքանչյուր երիտասարդ մտածում է մասնագիտության մասին։ Դա այն տեսլականն է, որտեղ դու տեսնում ես քեզ տարիներ հետո։ Եվ բավականին դժվար է այդ ընտրությունը կատարել։ Ու պետությունը, բուհերը բավականին օգնում են այդ հարցում։ Դպրոցներում կա մասնագիտական կողմնորոշման խմբակներ, բուհը իրականացնում է մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ։ Այդքանից հետո նորից յուրաքանչյուր դիմորդի համար կան բազմաթիվ հարցեր։ Յուրաքանչյուրին թվում է, թե այդ ճանապարհը ինքը միակն է, որ անցնում է, եւ այդ ճանապարհը բավականին փշոտ է, եւ այդ ճանապարհը բավականին բարդ է։ Իրականում հիմա ամեն ինչ պարզեցված է, որևէ խնդիրներ չկան։ Քննությունները ձեր ասած ձևով լինում են երկու տեսակ՝ միասնական եւ ներբուհական։ Միասնական քննությունները դրանք հիմնականում կազմակերպվում են պետության կողմից, իրականացվում են միասնական համակարգով, ընտրված դպրոցներում, իրականացվում է առայժմ առաջի փուլը արդեն ավարտվել է։ Դիմորդները հնարավորություն են ունեցել դեկտեմբերի 10-ից մինչև 25-ը հայտագրվելու եւ հունվարից փետրվար ամիսներին հանձնելու քննություններ։ Հաջորդ փուլի հայտագրումը նախատեսվում է ապրիլի 10-ից մինչև մայիսի 10-ը։ Ավելի կոնկրետ ապրիլի 15-ից մայիսի 10-ը ընկած հատվածում դիմորդ AM հարթակում իրենք կարող են գրանցել իրենց մասնագիտությունները։ Այստեղ մի շատ կարևոր փաստ կա, որ պետք է հաշվի առնեն դիմորդները, նույնիսկ եթե իրենք հունվարին հանձնել են քննություն եւ մտածում են, որ այլևս իրենց քննության հանձնելու կարիք չունեն, իրենք պարտավոր են ապրիլի 15-ից մայիսի 10-ը հայտագրվել։ Այդ փուլում հայտագրվում են միայն մեկ բուհի, մեկ մասնագիտություն։ Այսինքն, երբ մտածում են մի քանի մասնագիտությունների մասին, իրենք պետք է կողմնորոշվեն։ Չի նշվում անվճար վճարովի համակարգ։ Անվճար եւ վճարովի համակարգ ձևավորվում է, երբ ուսանողը հավաքում է որոշակի միավորներ եւ ըստ այդ միավորների հանրագումարով որոշվում է անվճար եւ վճարովին։ Դրանից հետո
կա հաջորդ փուլը, որը ընդգրկում է հուլիսի 1-ը միջև հունիսի 26-ից հուլիսի 1-ը նախատեսված է բանակից զորացրվողների համար, օտարերկրյա քաղաքացիների համար եւ օտար երկրներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Այս տարվա Հայաստանի դպրոցների շրջանավարտները այդ փուլին հայտագրելու կարիք չունեն, իրենք չեն կարող մասնակցել։ Դրանից հետո կա Տավուշի դիմորդները ունեն մեկ առավելություն, նրանք նոր չափորոշիչով առաջինն են ուսուցումը անցնում եւ հուլիս ամսին նոր չափորոշիչով լրացուցիչ քննություն կա, որը բոլորին մի փոքր առավելություն է տալիս, բայց գիտելիք ունեցողները հիմնականում կարողանում են հաղթահարել եւ ընդհանուր վիճակագրությունը ցույց է տալիս, որ նոր չափորոշիչը գրեթե նույնական է այն միավորներին, մի քանի տարբերությամբ, որոշների մոտ մի փոքր բարձր է, որոշների մոտ մի քանի միավոր ցածր է, բայց ընդհանուր նույն պատկերն ենք տեսնում։ Եվ այդպես իսկ ներբուհական քննությունները դրանք բուհի ներսում իրականացվող քննություններն են։ Օրինակ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում ներբուհական քննությամբ դիմորդները կարող են ընդունվել արվեստի գծով, կիրառական արվեստի բաժին, դիզայն եւ դեկորատիվ կիրառական արվեստ կրթական ծրագրերով։ Քննությունները լինում են հունիսի 26-ից մինչև հուլիսի 8 ընկած ժամանակահատվածում, կազմակերպվում է բուհում եւ միասնական քննություն հանձնելու կարիք չկա։ Ներբուհական քննության համատեքստում անդրադարձակ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի մասնագիտական մեկ ուղղության։ Ես ուզում եմ, որ մենք խոսենք, թե մասնաճյուղը ինչ մասնագիտական շրջանակ է ապահովում մարզում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով։ Կարող ենք խոսել հենց ֆակուլտետային եւ նեղ կրթական ծրագրերի համատեքստում։ Ուրեմն Իջևանի մասնաճյուղը Երևանի պետական համալսարանի ունի 4 ֆակուլտետներ։ Հումանիտար գիտությունների ֆակուլտետ, որտեղ իրականացվում է հայոց լեզու եւ գրականություն, պատմություն, հոգեբանություն, տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա, անգլերեն եւ գրականություն, ֆրանսերեն եւ գրականություն, ռուսաց լեզու եւ գրականություն կրթական ծրագրերը։ Հաջորդ ֆակուլտետը տնտեսագիտության ֆակուլտետն է, որտեղ իրականացվում են ֆինանսներ եւ զբոսաշրջություն կրթական ծրագրերը։ Բնագիտական ֆակուլտետում ուսուցումը իրականացվում է ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա կրթական ծրագրով։ Եվ կիրառական արվեստի ֆակուլտետում ունենք դիզայն եւ դեկորատիվ կիրառական արվեստ կրթական ծրագրերը։ Այս բոլոր կրթական ծրագրերում միասնական քննությունները գրեթե նման են, հիմնականում հայոց լեզու, օտար լեզու, մաթեմատիկա։ Եթե այսպես հետաքրքրություններ կա, Երևանի պետական համալսարանի էլեկտրոնային կայքում մասնագիտություններ բաժնում դրված են այդ քննությունները։ Այդքան չանդրադառնանք, հարցերի դեպքում կարող են մեզ հետ կապ հաստատել, մենք կպատասխանենք ավելի մանրամասն։ Հիմա այս շրջանում դիմորդները գրեթե մեծ մասը կողմնորոշված է, գիտեն ինչ են ուզում, ինչ մասնագիտություն են ուզում, ուղղակի նրանց մոտ հարցերը ավելի շատ կազմակերպչական է եւ ընդունող հանձնաժողովը պատրաստ է ցանկացած պահի պատասխանել դիմորդների հարցերին։ Ընկեր Աղաբաբյան, 2025 թվականի շրջանավարտները հիմնականում ինչ մասնագիտություններ են ընտրել եւ եթե փորձենք համեմատել նախորդ 3 տարի առաջվա տենդենսների հետ, ինչ-որ փոփոխություններ, ինչ-որ միտումներ նկատում եք։ Շատ հետաքրքիր փաստեր են նկատվում, հետաքրքրությունները փոխվում են։ Երիտասարդները հիմա ավելի պրակտիկ են մտածում եւ ավելի շատ են այն մասնագիտությունները, որոնք ժամանակի պահանջարկն ունեն։ Օրինակ, վերջին տարիներին շրջանավարտների թիվը Տավուշի մարզի 1000-ի շրջանակներում է եղել։ Կոնկրետ այս տարի Տավուշի մարզից բուհ են ընդունվել 512 հոգի արկա համակարգով եւ 112 հոգի հեռակա համակարգով։ Այս թվերի մեջ պետք է հաշվի առնենք նաեւ, որ բացի դիմորդներից ընդունվել են նաեւ քոլեջների ուսանողները, նախորդ տարիների ավարտած շրջանավարտներ եւ այդպես կոնկրետ չի կարելի ասել, որ այդ թիվը ձևավորվել է 1000-ի շրջանակներում։ Կոնկրետ արկայի 512 ընդունված մեր դիմորդների ուղիղ գրեթե կեսը ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ։ 200 հոգի արկա, որը բավականին լավ թիվ է, մենք հպարտ ենք, որ
մեր տարածաշրջանի դիմորդները նախընտրում են մեր համալսարանը, քանի որ մենք տալիս ենք որակյալ կրթություն, նրանք տարբերություն չեն զգում եւ յուրաքանչյուր տարի մենք չունենք թափուր տեղեր, յուրաքանչյուր տարի մենք կարողանում ենք ապահովել նախատեսած բոլոր կրթական բաժիններով ուսանողների քանակը, որի համար մեծ աշխատանք է պետք։ Ամեն օր արդիականացվում են ենթակառուցվածքները, ամեն օր կատարվում է մեծ աշխատանք եւ այդ աշխատանքի պտուղները մենք քաղում ենք ընդունելության ժամանակ։ Տվյալ դեպքում, եթե նայում ենք 200 հոգուց հետո հաջորդ երկրորդը մեծությամբ որտեղ դիմում են Երևանի պետական համալսարանը։ Այս տարի այնտեղ ընդունվել են շուրջ 60 դիմորդներ։ Երրորդ, չորրորդ տեղը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան եւ Բրյուսովի լեզվաբանական համալսարան ընդունվել են 45-ից 50 հոգի եւ եթե այսպես հնգյակը ավարտենք Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը ընդունվել է մոտ 40 հոգի։ Այս տվյալները ստեյցիան վերաբերում է Տավուշի մարզի դիմորդներին միայն։ Հիմա մասնագիտությունների առումով բավականին հետաքրքիր փոփոխություն է տեղի ունեցել։ Եթե տարիներ առաջ առաջի տեղերում մենք տեսնում ենք իրավաբանական մասնագիտությունը, տեսնում ենք հոգեբանություն, կառավարում, միջազգային հարաբերություններ, հիմա թիվը փոխվել է, լրիվ փոխվել է։ Առաջ տեղում այսպես ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, օտար լեզուներ եւ բուժական գործ։ Եթե այդպես նայենք, հիմնականում Տավուշի մարզից նախընտրում են այդ մասնագիտությունները։ Ամենաշատ հիմա կա դիմորդների քանակով, այսպես տարբեր տեղերում եթե նայենք, ինֆորմատիկա, այնտեղ կա բլոկչեյն վեբ 3 եւ կա օրինակ ակտուարական մաթեմատիկա, ժամանակակից այդ մասնագիտությունները, երկրորդ տեղում միանշանակ ֆինանսական ոլորտի մասնագիտություններն են, երրորդ տեղում լեզուները, օտար լեզուները, հիմնականում անգլերեն։ Բավականին քչացել է ֆրանսերեն եւ գերմաներենով դիմողների թիվը, ցավալի է, բայց պետք է նշել, որ հայոց լեզվի մասնագիտությամբ դիմողների թիվը 2 տասնյակը չի գերազանցում։ Այսինքն, երբ տարիներ առաջ մենք ունեինք մեծ թիվ, հիմա երիտասարդների հետաքրքրությունը ավելի շատ անգլերեն լեզու, լեզվական հաղորդակցություններ, թարգմանական գործ ու այդտեղ էլ նկատելի է անգլերենի առավելությունը մնացած լեզուների նկատմամբ, շատ քիչ է իսպաներեն, շատ քիչ է գերմաներեն, ռուսերենը բավականին քիչ է, մոտավորապես 10-15 հոգի է Տավուշի մարզից ռուսաց լեզվի ուղղությամբ շարունակել կրթությունը։ Մոտ 15-ից 20 հոգի է կազմում բժշկական մասնագիտություններով սովորողների թիվը եւ հետաքրքիր է, որ օրինակ հեռակա ուսուցման համակարգում բուհերի պատկերը փոխվում է։ Եթե ասենք ընդունվողների այլի առաջին տեղում Երևանի պետական համալսարանի Ջևանի մասնաճյուղն է, երկրորդը նախընտրությամբ Վանաձորի մանկավարժական Վանաձորի պետական համալսարանն է, երրորդ տեղում Ագրարային համալսարանը։ Երբ նայում եմ տվյալներին, տեսնում եմ, որ Ագրարային համալսարան հիմնականում գրեթե բոլորը ընդունվել են քոլեջներից շարունակական կրթությամբ։ Եվ այսպես այդ 3 առաջատարները Տավուշի մարզի դիմորդների նախընտրությամբ այդ բուհերն են։ Գերագ Աբաբյան, խոսեցինք միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից կամ քոլեջներից բուհ բարձրագույն կրթությունը շարունակելու մասին։ Ուզում եմ նաև անդրադառնանք հենց այս հարցին, ինչպես է տեղի ունենում քոլեջից Երևանի պետական համալսարանի Ջևանի մասնաճյուղ այս կրթության շարունակականության իրականացումը։ Ընթացակարգեր, կրկին ինչ-որ առանձնահատկություններ կամ մոտեցումներ, որ պիտի իմանան քոլեջում սովորող ուսանողները։ Քոլեջում սովորող ուսանողներին առաջին հերթին պետք է լավ սովորեն, ունենան բարձր առաջադիմություն, շարունակականությունը բավականին հեշտ է, ապահովված է բոլոր այդ ընթացակարգային իրավանորմատիվային փաստաթղթերը եւ դիմորդին որևէ դժվարություն չի ներկայացվում։ Մինչև ավարտելուց հետո, մինչև սեպտեմբերի 1-ը, օգոստոսի այդպես 28-29-ը դիպլոմով ներկայանում են այն բուհ կամ էլեկտրոնային է հիմնականում գրանցումը, հայտ են ներկայացնում այն բուհ, որտեղ ցանկանում են շարունակել կրթությունը։ Իրենք կարող են
շարունակել այն դիմորդները, ովքեր ունեն լավ եւ գերազանց առաջադիմություն։ Այսինքն դիպլոմում 7 եւ բարձր գնահատական ունեցող քոլեջների շրջանավարտները կարող են շարունակել կրթությունը հեռակա ուսուցման բաժնի երկրորդ կուրսից։ Այսինքն տրվում է մեծ առավելություն երկրորդ կուրսից շարունակելու համար։ Հանձնում են որոշակի տարբերություններ, եթե դրանք կան, ընտրած մասնագիտությամբ, իրենք կարող են ընտրել այն մասնագիտությունը, որ իրենք ցանկանում են, այսինքն պարտադրանք չկա, որ քոլեջից հետո, եթե դու ավարտել ես, օրինակ, դպրոցական դասավանդում, տարրական դասարաններում պետք է անպայման շարունակես տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա։ Շրջանավարտը ինքն է ընտրում, ինչ մասնագիտություն է ցանկանում, եւ եթե տարբերությունները բավարարում են, թույլատրելի շեմը չեն գերազանցում, ինքը հանձնում է այդ տարբերությունները եւ շարունակում է կրթությունը։ Այն դիմորդները, ում մրցութային հանձնաժողովը ներկայացնում է, որ իրենք չեն կարողացել հաղթահարել անցողիկ շեմը, նրանք կարող են այդ տարի ընդհանուր սկզբունքներով հեռակա ուսուցման համակարգում հայտագրվել եւ շարունակել արդեն հեռակայում, բայց արդեն առաջի կուրսից։ Բոլոր հայտագրումները եւ արկա ուսուցման համակարգում եւ հեռակա ուսուցման համակարգում կատարվում են էլեկտրոնային դիմորդ AM հարթակի միջոցով եւ դրա համար ամենաանհրաժեշտ ու ամենահիմնական խնդիրը, որ մենք ունենում ենք, դիմորդների մեծ մասը չեն հիշում իրենց էլեկտրոնային փոստի գաղտնաբառը։ Անհրաժեշտ է այդ գաղտնաբառը, որովհետև իրենք գրանցվում են դպրոցում, ուշադրություն չեն դարձնում, ինչ որ թիվ են գրում, հետո մոռանում են։ Շատ կարևոր է, որ իրենք ունենան էլեկտրոնային փոստ, գրանցվեն այդ էլեկտրոնային փոստով եւ դիմորդ կայքում հետևեն իրենց ուղղված նամակներին։ Մասնաճյուղի էջին ամենաշատ հարցերը վերաբերում էին, թե ինչպիսի զեղչային ուսման վարձի վճարի հետ կապված, ինչպիսի զեղչային համակարգ է գործում մասնաճյուղում, ոչ միայն զեղչային, այլև նաև կրթաթոշակային, եւ ես կուզեմ մենք անդրադառնանք, թե այս զեղչային համակարգի այն կետերը, որոնք առանձնապես հենց առնչվում են առաջի կուրսի ուսանողներին, ու ինչպես կարող են այս ինֆորմացիան ամբողջապես ունենալ արդեն իսկ մասնաճյուղի դիմորդները։ Այդ ինֆորմացիան կա մեր կայքեջում։ Մեզ էլ ամենաշատը, որ հարցեր ուղղում են, մարդկանց հետաքրքրում է ֆինանսական կողմը, որովհետև սահմանամերձ շրջանում բավականին դժվար է վճարի հետ կապված այդ հարցեր իրականացումը։ Դրա համար բուհը հետևում է այն ռազմավարությանը, որ հնարավորինս մատչելի լինի կրթությունը, բայց որակյալ։ Այո։ Եվ մենք միշտ հպարտությամբ ասում ենք, որ տարածաշրջանում եւ ընդհանրապես ամենազսպված կրթական վճարները մեր մոտ են։ Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի ծնողները հնարավորություն ունենան վճարումներ կատարել ոչ միանգամից, այսինքն նրանք վճարումները կատարում են յուրաքանչյուր ամիս, հավասարաչափ յուրաքանչյուր ամիս վճարելով ուսման վճարի համապատասխան չափը։ Բացի դա, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները օգտվում են պետական ծրագրից եւ նրանց վճարը փոխանցվում է պետության կողմից։ Մի մասը վճարի մի մասը ու հիմնականում այն դիմորդները, ովքեր բարձր միավորներով են ընդունվել, ավելի մեծ զեղչ են ունենում, քան այն դիմորդները, ովքեր ընդհանրապես ուղղակի ընդունվել են ցածր միավորներով։ Սահմանամերձ տարածաշրջանում կարևոր է, որ նրանք գրանցված լինեն եւ ավարտած լինեն սահմանամերձ տվյալ գյուղի կամ համայնքի ուսումնական հաստատությունը։ Առաջի կուրսեցիների համար նաեւ համալսարանը երկրորդ կիսամյակից բավականին մեծ զեղչային համակարգ ունի։ Զեղչ ստանում են համապատասխան միջին որակական գնահատական ունեցող ուսանողները, ովքեր առաջի կիսամյակի ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն, հիմնականում այսպես ամենամեծ խումբը կազմում են ծնողազուրկ երեխաները, միակողմանի ծնողազուրկ կամ ասենք միածնող երեխաները, հետո սոցիալական պես անապահով ընտանիքի երեխաները, որոնք նույնպես բավականին մեծ թիվ են կազմում, մարտական գործողությունների մասնակիցների երեխաները կամ այն ուսանողները, ովքեր ծառայել են բանակում եւ իրականացրել են մարտական հերթապահություն, 3 եւ ավել անչափահաս երեխաներ ունեցող եւ 3 եւ ավել
ուսանող ունեցող ընտանիքի երեխաները նույնպես զեղչվում են, համապատասխան զեղչային համակարգերը կա, բավականին գրավիչ զեղչակ կա, մինչև 1 տարեկան բալիկ ունեցող ուսանողները զեղչվում են ուսման վճարի 50%-ի չափով, եւ այսպես կան բազմաթիվ զեղչային համակարգներ եւ կա առանձնահատուկ դեպքերում հատուկ կարիք ունեցող ուսանողներին, որոնք արդեն համալսարանի միջոցների հաշվին օգտվում են զեղչերից։ Ուղղակի պետք է հիշեն բոլոր ուսանողները, որ զեղչը այսպես բարեգործական չի, տրվում է լավ առաջադիմության համար եւ մեր մասնաճյուղում բոլոր այն ուսանողները, ովքեր ունեն գերազանց առաջադիմություն եւ սովորում են վճարովի համակարգով, գոնե 20% զեղչվում են։ Այսինքն դա եւս խթան է լավ սովորելու, լավ բարձր միավորներ ցուցաբերելու համար եւ այս առումով կարեւոր է թե ինչպես են իրենք տրամադրվում։ Կարեւոր չէ ամեն օր առավոտ արթնանալ եւ գալ համալսարան։ Կարեւոր է գալ այն գիտակցությամբ, որ յուրաքանչյուր օր դու կերտում ես քո վաղվա օրը, յուրաքանչյուր օր դու կերտում ես քո ապագան։ Եվ ահա այդ ապագայի ճարտարապետի նման նրանք ամեն օր պետք է պատրաստ լինեն եւ կռվեն երկրի վրա այդ իրենց ոտքի տեղ ունենալու համար, լավ ապագայի համար։ Այս առումով նաև բավականին շատ են խրախուսում լավ սովորողներին։ Շատ կան հիմնադրամներ, շատ կան հայտարարություններ, յուրաքանչյուր շաբաթ գրեթե մեկ հիմնադրամ նախատեսում է կրթաթոշակ հատկացնել, բայց բոլորը նշում են բարձր առաջադիմություն ունեցող։ Օրինակ անցած տարի ես հիշում եմ, մենք Հայ օգնության ֆոնդի հետ չէինք կարողանում գտնել այն թվականակով Հայաստանի համար ընդունված ուսանողներ առաջի կուրս, ովքեր կբավարարեն 13 եւ ավել միավորներով ընդունված լինելու պայմանին։ Այսինքն պայմանն էսպես էր ընդունելության քննություններին պետք է իրենք ունենային նվազագույնը 13 միավոր։ Ու պատկերացրեք, որ այն ոլորտները, որոնց իրենց համար առաջնային էին, այդ ոլորտներում օրինակ ընդունվածների մեծ մասը այդ միավորները չուներ։ Ավելի ցածր միավորներ էին, այո։ Իսկ այս դեպքում արդեն մեղադրել, որ ինչ որ հնարավորություններ չկա, ես գտնում եմ այդքան էլ արդար չի։ Ես իրապես ձեզ հետ կիսում եմ այն միտքը, որ սովորելը չի սկսվում եւ ավարտվում 80 կամ 40 րոպե լսարանային պայմաններում դասախոսության շրջանակում։ Սովորելը իրապես անընդհատ եւ շարունակական երևույթ է եւ դա կարիքի նման ինչ որ բան է։ Երբ որ դու այդպես ես վերաբերում ես process-ին, ընդամենը մի քանի տարի հետո դրա արդյունքները պարզապես չես կարող չքաղել, որովհետեւ դու զարգանում ես որպես մարդ, քեզ նկատում են որպես զարգացած մարդ եւ սկսում են դիտարկել արդեն որպես պոտենցիալ գործընկեր ամենատարբեր ոլորտներում։ Եվ նաև կիսում եմ այն միտքը, որ զեղչային համակարգի կենտրոնում եւ տրամաբանության հիմքում բնականաբար զուգահեռ են բոլոր իրողություններին, որ դուք թվարկեցիք, պիտի իրապես լինի բարձր առաջադիմությունը։ Ես երբ ետ եմ նայում իմ տարիներին, զեղչային համակարգից օգտվելու համար շատ մեծ մրցակցություն կար։ Ընդ որում ոչ միայն բուհական զեղչային համակարգում, ինչպես դուք ասեցիք, ձեր տեղը գտնելու, այլ նաև մեծ հիմնադրամների հետ աշխատանքի ընթացքում։ Եվ այո, այդ բարձր առաջադիմությունը մշտապես պետք է լինի թե զեղչային համակարգի, թե ռոտացիայի, թե մնացած այլ ուսումնական գործընթացների առանցքում։ Ընկեր Աղաբաբյան շատ անցողիկ նաև խոսեցինք հեռակա ուսուցման համակարգի մասին։ Ես գիտեմ, որ հեռակա ուսուցման համակարգում եւս տեղի են ունեցել փոփոխություններ, եթե օրինակ մի քանի տարի առաջ դրանք կազմակերպվում էին դիցուք բուհերում, քննությունները հեռակա ուսուցման։ Հիմա տեղի են ունեցել որոշակի ընթացակարգային փոփոխություններ։ Ես կուզեմ նաև անդրադառնանք մենք հեռակա ուսուցման կազմակերպման ձևին եւ այն փոփոխություններին, որ տեղի են ունեցել։ Շնորհակալություն։ Ուրեմն տեսեք, հեռական եւ առկան հիմա իրարից գրեթե չեն տարբերվում։ Ուղղակի ուսուցման կազմակերպման ժամանակահատվածն է մի քիչ ավելի սեղմվել, քննությունները նորից միասնական են։ Առնվազն 2 միասնական, այսինքն առնվազն չէ, 2 միասնական քննություններ են հանձնում ընդունվողները։ Հեռակայի ընդունելությունը կազմակերպվում է
սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 25-ը հայտերի ընդունումը, քննությունները իրականացվում են հոկտեմբերին։ Նորից ինչպես արկա համակարգում դիմորդը լրացնում է էլեկտրոնային դիմումը, մասնակցում է քննություններին եւ մասնակցելով մրցույթին ինքը կարողանում է ունենալ համապատասխան իրավունք սովորելու։ Ուրեմն շատ հետաքրքիր է, որ այստեղ արդեն մենք հնարավորություն ունենք, որ դիմորդը ընտրի 3 մասնագիտություն, կրթական ծրագիր։ Եթե արկայի դեպքում առաջի փուլում ընտրում էին միայն 1 բուհի, 1 մասնագիտություն, եւ եթե այդ տեղը ինքը չէր կարողանում հավակնել, դուրս էր մնում, ուներ դրական միավորներ, բայց չէր կարողանում ընդգրկվել, բուհերը ներկայացնում են իրենց թափուր տեղերը եւ դրական միավոր ունեցող բոլոր դիմորդները կարող են մասնակցել միջև 6 կրթական ծրագրի համար հայտ ներկայացնելուն։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է, որ մարդիկ փորձում են ընտրել թափուր մնացած տեղերից իրենց հետաքրքրությունների շրջանակում։ Եվ մեկ էլ տեսնում ես, որ ասենք օրինակ բոլորովին այլ ուղղվածությամբ գնաց եւ բավականին հետագայում ասենք երբ խոսում ես նման մարդկանց հետ մեծ մասը հարմարվում է, բայց շատերն էլ կան նաեւ մարդիկ, ովքեր ասում են, որ այդպես էլ մենք չկարողացանք հարմարվել։ Դրա համար շատ կարեւոր է ընտրել այն ուղղությունը, որը կյանքում դու գտնում ես, որ քոնն է։ Քոնը գտնելը ամենակարևորն է, որովհետեւ երբ դա քոնն է, դու չես ուզում բաժանվես։ Նա արդեն հնարավորություն է քեզ տալիս յուրաքանչյուր օր ավելի սիրել այդ մասնագիտությունը։ Ասեմ, որ ուսանողները հիմա բավականին մոտիվացված են։ Իրենք գնահատում են եւ այն գումարը, որ տվել են, եւ այն ժամանակը, որ ծախսում են։ Եվ այսօրվա ուսանողը բավականին լավ է սովորում։ Այսօրվա ուսանողը բավականին խստապահանջ է։ Այսօրվա ուսանողը կարևորում է գիտելիքը եւ հասկանում է, թե ուր է գնում ինքը։ Ուղղակի համալսարան գալու համար մենք գրեթե ուսանողներ չունենք։ Ու դա շատ կարևոր է, երբ դու մտնում ես լսարան եւ դու աշխատում ես պահանջատեր ուսանողների հետ, աշխատանքը շատ ավելի գեղեցիկ է ստացվում ու շատ ավելի ստեղծարար։ Կոնկրետ իմ մասնագիտությամբ բավականին հետաքրքիր հարցադրումներ են անում, որ ժամանակին ասենք այդ հարցադրումները չեր եղել։ Կապում են հոգեբանության հետ, կերպարների, կապում են կյանքի հետ, իրադրության հետ, ու դու նկատում ես, որ ինչքան էլ պնդեն, որ այսօր գիրք չեն կարդում, այսօրվա սերունդը ավելի ինֆորմացված է, այսօրվա դիմորդը ավելի շատ բան գիտի, այսօրվա դիմորդը ամեն ինչ ուզում է պլանավորի նոր գաբուկ։ Դրա համար այս հարցերը առաջանում են։ Եթե տարիներ առաջ իրենք այնքան ընդունվեն, այնքան տանից դուրս գան, չէ, հիմա այդպիսի դիմորդներ մենք գրեթե չունենք, ու այդ դիմորդների նվազման հիմնական պատճառը նաև դա է։ Եթե մարդ հասկանում է, որ ինքը պետք է դառնա արհեստավոր, ինքը չի գալի բու 4 տարի հետո գնում արհեստավոր դառնում։ Ինքը արդեն դպրոցից հետո ընտրում է արհեստավորի ճանապարհը։ Ու այսօրվա այս երիտասարդներին ես էլի եմ ասում, պետք է ծափահարել, որովհետև հասցնում են ամեն տեղ, հասցնում են բուհում, հասցնում են աշխատանքում, հասցնում են տանը, շատերն ընտանիք են կազմում, ընտանիքի հոգ, ու նայում ես, ու այդ փոքր վտիտ ուսերին տեսնում ես մի մեծ բեռ, ու մեկ էլ հասկանում ես, որ երիտասարդությունն անցավ։ Գերագ Աբաբյան, խոսեցինք հեռակա եւ արկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների մասին։ Ինձ համար շատ կարեւոր է, որ այս համատեքստում մենք մի շատ կարեւոր իրողություն ընդգծենք, որ չկա հնարավորությունների, ռեսուրսների, ներգրավվածության տարբերություն այս ուսանողների մեջ։ Կապ չունի դու հեռակա համակարգում ես սովորում, թե արկա համակարգում, այս երկու խմբի ուսանողներն էլ բացառապես ունեն նույն հնարավորությունները, նույն ներգրավվածությունը, նույն կարևորությունը մասնաճյուղի համար, եւ նրանց միջև եթե կարող է դրվել ինչ-որ բան, դա հավասարության նշանն է։ Ես ինչու եմ այս թեմային անդրադառնում, որովհետեւ ես գիտեմ, որ կա կարծրատիպացված մոտեցում, որը չի ձևավորվել 1-2 տարում, որ հեռակա համակարգում սովորող ուսանողների մոտ շատ հաճախ պատկանելության զգացողությունը եւ ուսանող լինելու զգացողությունը շատ հաճախ նվազում է։ Եվ դա հենց այդ մտածողության, կարծրատիպացված մտածողության հետևանք է։ Ես նաև կուզեմ մենք խոսենք այս մասին, որ երկու համակարգում սովորող ուսանողները հավասարապես ուսանող են եւ հավասարապես ստանում են բարձրագույն կրթություն, թե ռեսուրսային, թե գործընթացային, թե ներգրավվածության բոլոր առումներով։ Այսօր կյանքի տեմպը այնքան է արագացել,
որ արկա, հեռակա, չգիտեմ ինչպես, մագիստրատուրա շատ արագ է այդ ամեն ինչը ընթանում։ Ուղղակի տարբերությունը այն է, որ հեռակայում սովորողների մեծ մասը աշխատում է։ Այո։ Ու ոչ մեկ չի կարող ինձ հակառակում համոզել, որ օրինակ ուսուցիչ աշխատող մարդը երբ գալիս է հեռակայում սովորելու, ինքը ավելի քիչ մոտիվացված է, քան այն 18-19 տարեկան աղջիկը, որ սովորում է արկա համակարգում։ Ուղղակի այստեղ տեսեք, ցանկությունների եւ հնարավորությունների խնդիր կա։ Արկա համակարգում իրենք ամենօրյա դասապրոցեսի մեջ իրենց թվում է, թե իրենք ավելի շատ են ընդգրկված այդ process-ում, բայց հեռակա ուսուցման ժամանակ այդ ինքնուրույն աշխատանքները, հանձնարարությունները ամենօրյա տեմպով ստուգվում են։ Մենք ունենք էլեկտրոնային հարթակ ուսուցման, որտեղ դասախոսը ամեն օր առաջադրանքները մուտքագրում է, ստանում է պատասխանները։ Եթե տվյալ դեպքում արկայի դեպքում դա արվում է լսարանում, հեռակայի դեպքում այդ ամենօրյա աշխատանքը կա էլեկտրոնային հարթակների միջոցով։ Գրավոր աշխատանքներ, առաջադրանքներ, ինքնուրույն աշխատանքներ, հետազոտական աշխատանքներ եւ այսօր գնահատականը առաջվա նման չի, որ մեկ գնահատական դասախոսը տնի, օրինակ վերջի օրը կա ստանա ստուգված կամ վերջի օրը կա ստանա ենթադրենք 15։ Այսօր ամեն օրվա մասնակցությունը 10-ին բերում է համապատասխան միավոր։ Բազմաբաղադրիչ գնահատում կա եւ այդ բազմաբաղադրիչ գնահատման ընթացքում արկայի եւ հեռակայի ուսանողը գիտի թե ինչի համար ինչ միավոր է ստանալու եւ դրա համար է իրենք տարբերություն ինձ թվում է այդքան էլ չեն զգում, որովհետեւ միակ տարբերությունը այն է, որ հեռակայի ուսանողներից բավականին շատ են աշխատող մարդիկ, ովքեր նաեւ ուսմանը զուգահեռ աշխատում են։ Ես այլ տարբերություն չեմ տեսել, այնտեղ էլ կան փայլուն սովորողներ, այնտեղ էլ կան մոտիվացված ուսանողներ, որոնք ուզում են իրենց ապագան կերտել հենց ուսանողական տարիներին։ Սովորաբար մեր հանդիպումների վերջում ես խնդրում եմ, որ մեր հյուր բանախոսը ուղերձով դիմի մեզ լսողներին, որովհետև կարծում եմ, որ դա կարևոր է ունենալ ասելիք, որը հիմնված է փորձի, մասնագիտական ուղու եւ գիտելիքների հիման վրա։ Ուրեմն ուղերձելով երիտասարդներին ցանկանում եմ, որ նրանք ընտրեն այնպիսի մասնագիտություն, որը մանկության երազանք է եղել։ Ընտրեն այնպիսի մասնագիտություն, որտեղ տեսնում են իրենց։ Ընտրեն այնպիսի մասնագիտություն, որ իրենք խորհուրդ կտան ուրիշներին, որ դառնալ այդ մասնագետը։ Եվ եթե դու սիրում ես քո մասնագիտությունը, եւ եթե դու վստահ ես քո գիտելիքների վրա, դու շենացնում ես քո երկիրը, դու քո երկրի զինվորն ես, դու քո երկրի արարողն ես, շինականն ես, աշխատավորն ես, դու քո երկրի գիտնականն ես եւ ամեն օր քո աշխատանքով հզորացնում ես այդ երկիրը։ Եվ եթե ուղղակի դուք ընտրում եք մասնագիտություն համալսարան գնալու, համալսարան սովորելու համար, ափսոս է այն ժամանակը, որ կյանքը ձեզ տվել է, ափսոս է ձեր երիտասարդությունը։ Սովորեք, սովորեք, սովորեք եւ եղեք ուժեղ երկրի ուժեղ քաղաքացիներ։ Շնորհակալություն Գեր Աղաբաբյան, դե իսկ դուք էլ սեպտեմբերի 1-ին ձեր ուժերի ողջ ներածին չափով կդիմավորեք ձեր նոր դիմորդներին։ Մենք նրանց թերևս ասենք բարի երթ, իսկ գալիք քննություններին մաղթենք համբերատարություն, կողմնորոշվածություն, ամուր նյարդեր, իրենց գիտելիքների ամբողջական ծավալը ցույց տալու համար։ Շնորհակալություն Գեր Աղաբաբյան։ Շնորհակալություն։